Պարոն Պետրոսյան, անդրադառնալով այսօրվան, Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ ելույթ ունեցավ եւ այսպես ասած աղմկահարույց հայտարարություն արեց, մասնավորապես նշելով, որ եկեղեցին ու պետությունը այլևս միասին են, բայց ըստ մեր աղմկահարույց հայտարարություն է դա։ Դա այո, որտեղ ըստ մեր համանդրության եկեղեցին եւ պետությունը անջատ են իրարից, իրենք չեն կարող միասին Ես խնդրում եմ չխեղաթյուրել վարչապետի ասածը։ Մեր ուղղությամբ թերապետի շարունակի։ Ինչով եմ խեղաթյուրում Նիկոլ Փաշինյանի խոսքերն եմ ցիտում։ Համանդրությամբ պետությունն անջատ է եկեղեցուց, բայց եկեղեցին չպիտի գործի պետության ու պետականության դեմ։ Վարչապետի ասածը դա էր, որ այսուհետ եկեղեցին որպես ինստիտուտ եւ պետությունը, պետականությունը որպես հասարակության ձևավորման բարձրագույն դարձյալի սիրուն, այսպես ասեմ, այսուհետ երբևէ չպիտի գործեն առանձին եւ չպիտի եկեղեցին գործի պետության դեմ։ Խոսքը դրա մասին էր, որ միակամ են պետության ու պետականության կայացման գործում։ Այո, եկեղեցին պիտի լինի միակամ պետության հետ, որովհետեւ մեր անվտանգությունը, մեր ժողովրդի բարեկեցությունը, խաղաղ արարման հնարավորությունը երաշխավորում է ուժեղ պետությունը եւ եկեղեցին չպիտի դրա ճանապարհին կանգնի կամ որևէ կերպ խոչընդոտի կամ գործիք դառնա այլ պետությունների կամ այլ ուժի կենտրոնների ձեռքում ընդդեմ մեր ինքնիշխանության եւ սովերենության։ Նավասարդար եպիսկոպոս Կճոյանի, ներողություն Անուշավան եպիսկոպոս Ժան Կոչյանի